Երբ Փաշինյանը սկսել էր քայլել Գյումրիից, Սերժ Սարգսյանը ազգային ժողովում հայտարարեց, որ Ադրբեջանի հետ բանակցությունները լավատեսություն չեն ներշնչում։ Այսինքն Սերժ Սարգսյանը կամ պետք է գներ միակողմանի զիջումների ու Ադրբեջանի բոլոր պահանջների բավարարմանը կամ պատերազմ էր սկսելու։ Բանակցային գործընթացը տապալել է Սերժ Սարգսյանը եւ ինքը դրա մասին խոստովանել է 2018 թվականի ապրիլի 17-ին ազգային ժողովի ամբիոնից արած հայտարարությամբ ասելով, որ բանակցային գործընթացը կանգնած է, լավատեսություն չի ներշնչում։ Իրոք բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում, բայց ավելի հստակ ասել, որ այդ բանակցային գործընթացը ուղղակի կանգնած է։ Կանգնած է, որովհետև բանակցությունների արդյունքից Ադրբեջանի ղեկավարության ակնկալիքները անիրատեսական են, անընդունելի մեզ համար։ Նա ըստ էության խուսափեց այդ պատասխանատվությունից, եւ դրանով միայն կարելի է բացատրել, թե ինչու Փաշինյանին ոչ մի կերպ չխանգարեցին անելու իր թավշյա հեղափոխությունը։ Պատահական էր արդյոք, որ երբ պետք է ընտրեին Փաշինյանին վարչապետ, հանրապետականները անդադար հարցնում էին նրան, թե արդյոք նա նույն կարծիքին է, ինչ ժամանակին գրել էր իր թերթում, որ չի հավատում, թե լավ դիվանագիտությամբ հնարավոր է պահել օկուպացված կամ, եթե կուզեք, ազատագրված հողերը։ Ինչու էին դա հիշեցնում։ Նրանք կարծես ասում էին, շատ լավ, եթե նույն կարծիքին ես, եղիր վարչապետ, արա այդ ամենը։ Զավեշտն այն է, որ ժողովրդին ցույց են տալիս, որ Փաշինյանը հող հանձնող է, ու հետո ՀՀԿ-ով գնում Փաշինյան էին ընտրում։ Կոգնիտիվ դիսոնանս չի առաջանում ձեզ մոտ այդ փաստից։ Հարգելի գործընկերներ, շնորհակալ եմ այս քվեարկության եւ դիրքորոշման համար։ Ուզում եմ ընդհանրապես ասել հետեւյալը. ծառայում եմ Հայաստանի Հանրապետության ժողովրդին, ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, նիստը ավարտվեց։ Միհրան Պողոսյանը պատահական չի ասում, որ Հայաստանը խորհրդարանական հանրապետություն է։ Գիտեք ինչ նկատի ունի։ Տեսեք, Փաշինյանը երբ ընտրվում էր պարլամենտի կողմից վարչապետ, պարլամենտը չէր ցրվում, շարունակում էր աշխատել, իսկ պարլամենտում հանրապետականները մեծամասնություն էին։ Հանրապետականը երբ ուզեր, իր անգամ ոչ կուսակցական անդամներին, ինչպիսիք էին Միհրան Պողոսյանը, Շիրակ Թորոսյանը եւ այլոք, ինչպես տեսնում ենք, հնազանդվեցին կուսակցական որոշմանն ու կողմ քվեարկեցին Փաշինյանին։ Նմանապես դա նշանակում էր, որ Փաշինյանն այսպես թե այնպես ենթարկվելու էր ՀՀԿ-ին, որը եթե իր որոշումներն ու օրենքներին դեմ քվեարկեր, դրանք չէին անցնելու։ Այսինքն անգամ վարչապետ ընտրվելով Փաշինյանը կախված էր լինելու